Անհամաչափ, ոչ հստակ, չարդարացված։ Այսպես է նկարագրում Երևանի մամուլի ակումբի նախագահը պատգամավորների սեղանին դրված օրինագիծը։ Դրանով կառավարությունն առաջարկում է դիտարկել Հայաստանի քաղաքական կյանքի մասին օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդումները, հայտնաբերել երկրի ներքաղաքական կյանքին միջամտողներին ու դադարեցնել հաղորդումները։ Առհասարակ տպավորությունն այսպիսին է, որ սրանով փորձ է արվելու դաշտում որոշակի ինչ-որ սառեցնող էֆեկտ ստանալ, զգուշացնել, սաստել եւ պլյուս իհարկե այո, պատժել նրանց, ովքեր իշխանություններին ոչ հաճո ձևակերպումներով կգործեն։ Երեկվանից խորհրդարանը քննարկում է տեսալսողական մեդիայի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Ըստ նախագծի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը լիազորություն է ստանում գնահատելու օտարերկրյա տեսալսողական ծրագրում հեռարձակվող հաղորդումը միջամտություն է հայաստանյան ներքաղաքական կյանքին թե ոչ։ Եթե հանձնաժողովը նման օրինակ ունենա, ապա իրավունք կունենա դադարեցնել այդ հաղորդման հեռարձակումը։ Արթուր Պապյանը սա համարում է կացնային միջամտություն, որը կարող է վտանգել ժողովրդավարական ընտրական գործընթացները։ Ինչ է նշանակում միջամտել երկրի ներքին գործերին իր լրատվությամբ։ Պարզ է, չէ, որ ընտրական միջավայրում ցանկացած տեղեկատվություն դա կարող է եւ ձևակերպվել եւ դիտարկվել որպես ընտրական միջամտություն։ Մյուս կողմից լրատվամիջոցների ֆունկցիան էլ հենց դրանում է, որպեսզի քաղաքացիներին միջամտեն, այսպես ասած, ուղղորդեն եւ օգնեն իրականացնել ճիշտ ընտրություն։ Մեդիա փորձագետը Կիսատ Պրատ է որակում օրինագիծն ու միաժամանակ ընդգծում նման փոփոխության կարիքը կար, բայց ոչ այս տեսքով։ Բայց երբ խոսքը վերաբերում է որակյալ լրատվամիջոցներին, այսինքն լրատվամիջոցներին, որոնք ունեն որոշակի չափորոշիչներ, որտեղ դու կարող ես դիմել ստանալ պատասխանի իրավունք։ Իմաստը այսպիսի կարգավորումների ես չեմ տեսնում։ Պապյանի խոսքով պետք է հստակ սահմանել, որ այս օրենքն ուղղված է առաջիկա ընտրություններին կամ քաղաքական գործընթացներին եւ հենց դրա շրջանակում էլ մշակվել է, բայց պրոֆեսիոնալ լրատվամիջոցներին ու այս կամ այն ֆինանսավորմամբ գործող քարոզչամիջոցներին չպետք է դնել նույն հարթության վրա։ Օրինակ կա BBC, որը կարող է լուսաբանել Հայաստանում ընտրական գործընթացները։ Հիմա ինչ BBC-ին տնելու են, չափեն օրինակ ինչ որ մի վերացական կաբելային ալիքներում գործող հերթական TV-ի հետ, որը ինչ ասես ասում է Հայաստանի հասցեին։ Մինչ մեդիա փորձագետն առաջարկում է այս օրենքով սահմանափակումներ դնել միայն ոչ թափանցիկ ֆինանսավորմամբ ու մեդիա դաշտում մանիպուլյացիաներ անող քարոզչամիջոցների վրա, նախագիծը մշակած բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեք խորհրդանի ամբիոնից հայտարարում էր. սրա կարիքը վաղուց կար եւ սա ամենևին նախընտրական շրջանի համար չէ։ Սա ավարվում է, ինչպես խոսքի սկզբում նշեցի, տեղեկատվական անվտանգությունը պատշաճ կերպով մեր քաղաքացիների եւ մեր երկրի համար ապահովելու համար, որը դեռևս 3 պիտի արվեր։ Մենք շատ ուշացրել ենք այս կարգավորումը շատ ենք ուշացրել իմ կարծիքով։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ քարոզչական հարձակումների հետևում հիմնականում Ռուսաստանին են տեսնում։ Երեք նախարար Հայրապետյանն իր անձնական կարծիքն էր հայտնում, թե ինչ է հասկանում հայաստանյան ներքաղաքական կյանքին միջամտություն ասելով։ Մինչդեռ օրինագծում այս արտահայտության բացատրությունը չկա։ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն է համարվում ըստ իս այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում պետական իշխանության ձևավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձևավորման ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ Ընդդիմադիրները սակայն հակադարձում էին, օրինագծում չկան հստակ չափորոշիչներ։ Գեղամանուկյանը հարցնում էր, ինչպես եք ստուգելու չափելու այդ միջամտությունը։ Հրահում ճաշակով մարդիկ են նստած։ Օրինակ Հակոբ Մովսեսը, երբ որ հարթ քննարկվի, օրինակ Թերտեն, օրինակ Յուքոմում Ֆիդանի հայտարարությունը, որ աջակցում եմ Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, համարենք միջամտություն թե չէ, Հակոբ Մովսեսը կհամարի, որ չէ, միջամտություն չի, բայց այն Սալավիով, որ հերթական անգամ էշեշ դուրս տա, ինքը անպայման կհամարի, որ միջամտություն է, այսինքն դրա համար եմ ասում, շատ սուբյեկտիվ է ձևակերպումը։ Նախարար Հայրապետյանն իր հերթին հակադարձում էր, նախարարությունն ինքը չի ստուգելու, դա անելու են հանձնաժողովի պրոֆեսիոնալները, եւ այս բոլոր հարցերը տեղ կգտնեն օրենքից հետո ենթաօրենսդրական ակտերում։ Իդեպ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անցած շաբաթ Ազատության զրույցում չէր բացառել, որ նախագծից կհանվի մտահոգության առիթ տված կետը ներքաղաքական կյանքին միջամտությունը, բայց այն չհանվեց, ավելին օրենքի հեղինակ նախարար Հայրապետյանը երեկ վստահեցրեց, չի էլ հանվելու, նախագիծն առաջին ընթերցմամբ վաղը կդրվի քվեարկության։